Հակոբ Մնձուրի Մարտո Ձմռան չորցուրդ օթով մը Մարտոն բակ նստեր էր ու գլուխը առաջ կկախեր, ցախ կկոտրեր։ Արտուն գյուղին հարուստներեն ավետիս աղան կնկանչեր էր զինքը ու իր ոչխարին բակը ղրկեր էր, որ սափրնացուները զատեր, սրեր մնացած ցախերն ալ կոտրեր։ Ես գիտեմ տղա, ըսեր էր լուրջ ու հորդորական շեշտովմը ու համրիչը քաշելով, ձմեռ է, գործ մը չունիս, պիտի ելլես էրթաս օտանները տղոցքով, ծոմարտո, տեֆդ չալե խազ կանչե պիտի ըսեմ, ու խաղ կանչել պիտի տան քեզի, որ խաղան։ Աստծո տվածեն 3 զավակ ունեիր, մատ մնալ ունեցար, եղավ 4, անոնք հաց կուզեն, որ ուտեն, խաղը փորերնին կկշտացնե, հեչ բան մը չէ այսօր փորդ մերը կկշտացնես, ան ալ շահ մնե, ու Մարտո աղքատ հացի կարոտ երիտասարդ բնավորությամբ ալ հեզ ու համակերպվող հոտոցը առեր, բակը գացեր, սկսեր էր։ Ինչպես հայտնի է ամեն ամառ գյուղացիները իրենց ոչխարներուն համար 20-30 ու ավելի բեռ կաղնիի թարմ ճյուղեր կկտրեն, լեռներեն գյուղ կբերեն ու բակերուն մեջ կամ իրենց տուներուն շուրջը դեզեր կբարձրացնեն։ Ժամանակ անցնելով կչորնան անոնք, ու երբ ձմեռ գա, հոտերը գոմերուն մեջ փակվին, չկրնան արձելու էրթալ, կուտան, որ ուտեն։ Ցախերը կմնան ու գյուղացիները կամ կվառեն զանոնք եւ կամ սարփնա կշինեն իրենց խաղողի որդատունկերուն ու լիբայի ածուներուն համար։ Մարտո բակին ծածկին տակ ցուրտ տեղը նստած կկոտրեր ավետիս աղային ցախերը։ Տրված պատվերին համաձայն սարփնացուները կտաշեր, կսեր հոտոցովը կշարեր մեկ քով, իսկ ավելորդ անպետն ալ տան 2 հարսները դալմադեմը մեծը ու պստիկը վառվռուն ու շատախոսը կուգային, կանթեին ու փաթնոցը կկրեին։ Աղքատիկ բարակ հագված կազմով ալվտիտ անարյուն Մարտոն կմրսեր, բայց մսելով մեկտեղ կերքեր, կսես գյուղին սենյակներեն մեկու մեջ ըլլար երիտասարդներուն մոտ։ Ատեն ալ կապույտ տիզլիկին գրպանեն կհաներ ծխատուփը, չոր մանրված քթախոտի պես փոշիացած ծխախոտեն ճիկառամը կփաթեր ու կծխեր, շուրջը նայելով, որ ավետիս աղան վրա չգար, չտեսներ իր ծխելը, որովհետև կքաշվեր անկել։ Ցերեկը անցեր էր, բայց իրիկուն ըլլալու բավական ատեն կար, երբ Մարտո վերջացուց աշխատանքը։ Ավետիս աղան եկավ ու տեսնելով, որ ցախերը կոտրեր է, բակին երեսը մաքրվեր, շատ հավնեցավ, գովեց Մարտոյի եռանդը, բայց հին կոճղեր կային տունը, ուզեց, որ զանոնք ալ ճեղքեր։ Տունը ալյուրին անպարներուն ետին քանի մը հին կոճղեր կան, Մարտո ըսավ, անոնք ալ կկոտրես, մեր տղաքը հոս չեն գիտես, որ կոտրող չունինք, կոչնակին տահա շատ ատեն կա, պիտի էրթաս, տեղ մը ունիս գնալիք տղա, չէ ուր ունիմ գնալիք, ուր պիտի էրթամ ավետիս աղա, կճեղքեմ, պատասխանեց Մարտո հոժարությամբ։ Ծառերու հին արմատները կոճղեր էին, 6 հատ, Մարտո գնաց, գրկեց բերավ ու սկսավ ճեղքել։ Տարիներով ներսը մնալեն փոշոտեր, չորցեր, կայծքարի պես կարծրացեր էին, ու կացինը հակառակ սուր ըլլալուն գործ չէր տեսներ, այնուամենայնիվ Մարտո ճեղքեց։ Ու շարունակեց նորեն երգել, կարծես բարեկենդանի արևոտ օրերեն մեկն էր, այգիներու արեգջեռ գետափը, ջերմային քարայրներու առաջքը գինարբուքի մեջ էին, գյուղին այրերը գինովցեր կխաղային ու ինքը կերքեր անոնց համար։ Մութը կոխեց, օդն ալ սկսավ ձյունել, բակը ճերպկցուց։
Մարտո կացին առավ ու տուն մտավ, ուր արդեն ճրագը վառեր էին։ Ավետիս աղան իր սենյակին մեջ ընթերեր էր իր կնոջը, Շուշան խաթունին ու թոռներուն հետ իր հարսերը, որ զատ կճաշեին, սինիին դուրս բերեր, օճախին առաջ կդրեր իրեն կսպասեին, առատ յուղով, կարմիր պղպեղով ու անուխով համեմված չորթանե քալաճոշ էին եփեր։ Մարտո անօթեցեր էր, հարսներուն հետ նստավ ու կերավ։ Գիշերը ըլլալով ավետիս աղային մոտ նստելու եկան գյուղին աղաները, խմբովին ներս մտնելով ու տեսնելով, որ Մարտոն տան հարսներուն հետ նստեր, հաց կուտե, զարմացած գոչեցին. «Ծո Մարտո, հրաշք է, ինչ է սա»։ Տղաքը Կիրակոսին օտան լեցվեր են, կչալեն ու կխաղան, առիքները վար կառնեին, ինտոր եղեր է, որ դուն հոս նստեր ու հաց կուտես, դուն կայնող չէիր, հիմա անոնք քեզ չեն փնտրեր։ Գործ ունեի ավետիս աղային ցախերը կոտրեցի այսօր, պատասխանեց նստած տեղեն Մարտո, որ սեղանեն ոտքի ելելը մեղք սեպելով կշարունակեր ուտել։ Ծո ափերիմ ըսին աղաները, չսես թե ավետիս աղային խաթր սեպերես Մարտո։ Քիչ հետո ավետիս աղան կաչեց Մարտոն, որ հյուրերուն սուրճ եփեր, Մարտո եփեց ու ներս տարավ, ու մնաց հոն սպասավորներու համար աղաներուն։ Ծո Մարտո ըսին աղաները, ամեն օր տղոցը օտարներ կերթաս, հարեն կկանչես, տև կչալես։ Ծո այսօր ալ մեզի համար չալե, մենք մտի կնենք։ Մարտո թեթև մերժումը փորձեց թեև, բայց շուտով տեղի տվավ, գնաց իր տեֆը առավ ու բերավ, կրակին բռնելով տաքցուց մորթը ու նստելով վառարանին մոտ սկսավ զարնել ու կանչել իր պարերքերեն մեկը։ Աղաները հավնեցան, քաջալերեցին, մեջերնուն գիրուկը, որ իսկական աղամը չէր, թեև, բայց աղաներուն հետ կպտեր, անոնց արբանյակներեն էր, հանկարծ ոտքի ելավ, քաշեց Միսակ աղային ձեռքեն ու թևերնին վեր առին, դեմ դիմաց պարեցին։ Մարտոն նայեցավ պարողներուն ոտքերու ու թևերու շարժումներուն ու իր եղանակովը ընկերացավ անոնց։ Խաղը փոխեց։ Ելեմ երթիկը ինչ ընեմ, ալու փուլու հարսնուկ եմ, մորքով էրիկն ինչ բնեմ։ Սկսավ կանչել, Վարդան ու Վահան աղաները ոտքի ելան ու պարեցին, իսկ երբ դեմի կեչեցիներուն կամուրցի ու կամիրցի տղոց աստվածածնա տոնին օրը գետահայացքի վանքին առաջքը խաղցած պարերքը սկսավ զարնել ու կանչել, խելահեղը բացականչությունները կրկնվեցան ու բարձրացան ամեն կողմէ. «Ծո կեցցես Մարտո, թամ մեր ուզած խաղն է, ուրկե ուրալ միտքդ ինկավ, ոտքերնիս առավ»։ Ու իրարու թև քաշեցին, ոտքի հանեցին մեկզմեկ, դարձան ու պարեցին։ Բաց մարդ չմնաց, նույնիսկ ավետիս աղան ու իր կին Շուշան խաթունը, նույնիսկ բնավ չպարող խելոքի Գևորգ աղան խաղցուցին։ Սենյակը տաք էր, վառարանը անդադար կվառեր։ Գինի բերել տվին, խմեցին ու նորեն պարեցին, ավետիս աղային տունը հարսնետուն դարձուցին։ Այնուհետև Մարտո ձեռքը ականջին դրած մեկ-երկու խաղեր ալ կանչեց ու հյուրերը մեկնեցան։ Մարտո ինքն ալ պատրաստվեցավ էրթալու։ «Կերթաս Մարտո», հարցուց ավետիս աղան։ «Էրթամ, ինչ ընեմ ավետիս աղա», պատասխանեց ձեռքերը իրարու մեջ առնելով ու շփելով։ «Ծո տղա», ըսավ ավետիս աղա, օտար չես դուն, տան տղա կսեպվիս դրացի ես, թող հարսերը երկու հատ հաց բերեն, տուն տար, վաղ արտու տղաքդ կելլեն կուտեն, փարա ալ կուզես, փարան ինչ պիտի ընես։ Դուն գիտես, պատասխանեց Մարտո հուսալով, որ դրամ ալ պիտի տար։ Մեծ հարսը երկու թոնրահաց բերավ ու տվավ, ավետիս աղան բաժնվեցավ ու Մարտո տեֆն ու հացերը առավ ու դուրս ելավ հուսախաբ, շիտակ տուն գնաց։ Տղաքը գնացեր էին, պատրտած մթելի տակ կծկված, իրարու սեղմված երեքն ալ։ Կինն ալ նորածինը օրոցքել հաներ, ծիծը բերանը տվեր, նույնպես քնացեր էր երեխային հետ։
Թիթեղէ պստիկ ջրաքը իրեն համար չէին մարեր ու քարյուղի անխորժ գեշ ծուխը ձգլեր էր հողէ մերկ տնակին մեջ, մարեց լոյսը ու ինքն ալ պառկեցաւ կնոջ քովը։ Արտուն գեշ տրամադրութիւնով արթնցաւ, հայհոյելով Ավետիս աղային, որ մինչեւ իրիկուն բանեցուցեր գիշերն ալ խաղ կանչել տվեր ու ընդամենը 2 հաց տված էր։ Բերանը բան մը չդրաւ ու անօթի փողոց ելաւ։ Գյուղին երիտասարդները արութին տուն էին հավաքվեր, ձայնեին հոնկեկ ու գար։ Ներս գնաց ու դուռը կամացուկ մը բացաւ։ Վառարանը կարմրելու աստիճան վառեր, մեկ քանիները թուղթ կը խաղային, իսկ մյուսները նախնական կահավորումով սենյակին մեջ հողէ հատակին վրա անկողմաններ, ոմանք ալ սրունքներին երկարեր կը կատակեին։ Բացականչութիւններով դիմաւորեցին զինքը։ Մարտո չպատասխանեց ու խոժոռ դեմքով մը նստաւ անկիւն մը։ «Ծոյերեկուր էիր, Մարտո, գիշերը Կիրակոսենց ինչու չեկավ», հարցուցին տղաքը։ Մարտոն երեկ հարուստներուն հետ էր, Ավետիս աղային ցախերը կոտրեր է, գիշերն ալ աղաներուն հարեն կանչեր է, փարա շատ առավըսին ուրիշները։ Մարտո, որ երեկվնէ ի վեր Պորտկալու առիթ մը կը փնտրեր, հայհոյեց Ավետիս աղային ու բոլոր հարուստներուն։ «Ծո իրաւ բան մը չտվաւ», հարցուցին տղաքը։ չէ, պոռաց Մարտո, դժգույն ծաղկավեր դեմքը կարմրելով, քանի անգամ պիտի ըսեմ, 2 հաց տվաւ։ 2 հաց, գոչեցին տղաքը, ցուրտ տեղը մինչեւ գիշեր աշխատցուց, գիշերն ալ տեֆդ չալեցիր ու 2 հաց մինակ տվաւ։ 5 գրուշ ալ չէր կրնար տալ, յա չենեկես կոտ ալյուր, ամպարները կճաթին ալյուր են, հարսներուն ծոցեն 5 մեկնոց ոսկիները ձգել գիտե։ Ու իրենց ընկողմանած տեղերէն անոնք ալ հայհոյեցին Ավետիս աղային, զույգ հարսներուն հասցեին, միաժամանակ այպանելով Մարտոն, որ չէր պատրաստվեր վախցերել։ Մարտո լռեց, թողուց որ հայհոյեն ու հետեւցաւ թուղթ խաղցողներուն խաղին, ատեն թուքը կլելով ինչպես իր վարժութիւնն էր։